Մեծ ջողը հիմնադրել են իմ պապերը։ Տարիների ընթացքում մեր ջողը անվանել են աղատուն, որ ջաղած կա, որ աղում էր։ Հետո այս ճանապարհ ջողը փոխվեց դարձավ աղավնատուն։ Շիրազը իր բանը ոտանավորին մեջ գրել է մեր ջողերի անունները, աղավնատուն անունն անգամ խաղաղություն։ Բայց գյուղը ժողովուրդ է, հյուրասեր, մարդասեր, դրսից գալացող միջև եք դուր աչտանք, մենք չենք սուրում։ Որ գալիս եք հավաքվում եք, ինչ թեմաներ եք քննարկում։ Ասենք մեկին թարխուն ունի գներն աջոգում, մեկին խաղող ունի կլենչ ունի, մյուսներ կնջրի բոշկաշ ունի, որ գինի գցի։ Կվայիչ կրիվ դավի չկա, կվուր կավար չկա, բայց որ կան էնա, յուղի ամենա չար ջայելնա, լայ նայվասկիս էլ երում, որիկը չարա։ Լայ Մի բան ասել, մեր ժողովուրդը դժգոհին ինչից, խաղի գինը շատ էժան է, միշտ գինին 1700 ռուբլի աջի, իսից այս տարին 150 դրամով եկարում, անցած տարի 130 դրամ, այդ ջողացին աշխատում, արդյունքի չի հասնում, ուզում է ինչ-որ մի բան, չի կայում, ճարատված բանկերից վար կա վեկալում, այն կոպեկը, որ պետք է մներ են օգուտ, այն տարիս է բանկին տոկուս։ Դուք շատ եք բարգեր վերցնել։ Ես երբեք չեմ վեկալել, երբեք իսպար չեմ վեկալել։ Մի անգամ վեկալել եմ, մինչև երկիրը քանդվել է։ Մի հատ տնամերձ հողամասնից ծախեցի եւ աս թքեցի ասի։ Մյուս անգամ։ Ավելի լավ նստել հաց հավաքել, քաստե գնալ վարկ վերցնել։ Բաղերը բոլորը քանդեցին։ Ինչ համար, որտեղ չարչարվում են, արդյունքի չեն հասնում։ Արդյունք չկամ, հասնում են արդյունքի, ասենք 1000 դրամ դրելա, 1000 էլ ստանում, այն նրա օգուտը որն է։ Իրա չարչարանքը մնում է միայն իրեն։ Բայց որ մթերում են ժամանակին գումարը վճարում են։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Ես չունեմ։ Չէ, անցած տարի չեն տվել, նախանցած տարի չեն տվել։ Երևի այս տարի տալիս եմ, բայց չգիտեմ։ Բայց չգիտեմ։ Ես իմ թոշակը, իմ հայաթի իմ թոշակը։ Մարդուկ են թոշակ են կստանում, մեր թոշակով ապրում։ Թոշակը հերիքում է ապրել։ Ռուսական թոշակ հերիքում է, հայկականը ոչ։ Ես Մոսկվայից եմ եկել տարիներ առաջ շատ եմ եկել եք։ Մոսկվայի պատվավոր քաղաքացի եմ, իմ թոշակը բարձր է, ես ծերին ինչ ասերպես հասցնում, բայց նա չի հասցնի, և մյուսն չի հասցնի, թոշակը չերիքում աղջիկ ջան, ըստեք գազա, լույսնա, ջուրնա, թոշակը պրծա, մեկ էլ գալում ասպա, ես ինչ հայթը ջել ես փողը տուր, դաշտը ջել ես փողը տուր, չուն էդ մարդուն, ինչ անում, ասենք մեր կիլո խաղ, մեր տոննա խաղը հանցնել, սպասում է խաղողին, որ այդ փողն ստանի բերի ջրի վարձտա, ասում են ջրի վարձտա, այդ մարդ չունի, որտեղ ճա ջրի վարձ, բորոկման ջրի հարցն է, էլի հարցը, չունի ես մարդուն, սպասում մինչև խաղի գումարն ստանա, նոր բերի մոծի, նրանք էլ ամառան կեսին, մի շաբաթով ջուրը կդրում են, հայատ նիշկա չկա բոլորի հայատն, մենակ իմ չէ, բոլորի հայատները չորանում կամ դաշտերը չորանում, նոր էտ ջուրը տալիս էլ ելումն է պետք, պամիդորը ծաղկել է, այդ պահին ջուր է պետք նրան, ջուր չեն տալիս ծաղկավիժում անում, ծաղկավիժումանը բեր չկա, քոլ նետես մեծ կանաչ, որտեմ բեր չկա։ Իմ բաղերը քանդելուց, որ բռնի եկա բաղերը քանդին ու փողի կեսը տվին։ Ես պետությունը ով հիվանդություն են գտե։ Գնացի ստուդիա ասի փողը քիչ եք տվե։ Փող նախարար էր ինչեր են դե։ Սենց արեց։ Հուստ։ Բա արասի որ հուստ ինձի խես կանչե պերեստե։ Բա եղբայր արեք ձեր ճանապարհացախսրա կասենը ձեզի մնա։ Գոհ շնորհակալ եմ։ Էդի ես չեմ հիշում արդեն երևի մի 10 տարի առաջ երևի։ Ես համ Մասիս էի տանում ծախու մասնավորներին, համ էլ ոսկեված գյուղ է, ես աշտարակի գյուղերից է։ Այն ժամանակ իմ խաղողը շատ լավ էր։ Գինել ուներ։ Իսկ հիմա էլ ոչ մի բան չունեմ, էլ որտոց ունենամ որ քանդել են։ Այսպես հելնում եմ գյուղի մեջ, տեղը պատի մատիվ են տալի, թողում եմ։ Ջահելությունը մեղք է։ Ձեռները ճարելի
Սաղել կթողենք այդան։ Եղավ թե չէ։ Որ պրիամո ես ուզում իմանաս։ Ճար չկա ձեռները։ Ով էլ այսքան մի հատ տեղ ունենա, կթողի գետը։ Ինչ անեն, խես ջայելները, այսենց երեխուն տենում ես, գնացեք հողերի մեջ կոտորում է։ Տանում 50 դրամով, 60 դրամով նանայա ծախում։ Խի թողնի 100 դրամ։ Խաղը թողնի 300 դրամ։ Խիլի 150 դրամ, 120 դրամով խաղ ենք առնում։ Հեն առել եմ, գտել եմ կնջր։ Իմ երկու տեղերքն էլ արտագնա աշխատող են։ Ես էլ եմ նորեկի։ Մնամ ինչ անեմ։ Էդամ հող մշակեմ էլի, սաղին եմ անել, սաղ պարքի ու վարկի տակ է, նենա այդ մարդն ասեց։ Շիրակ նոր դու չասիր։ Բա, էզևի տուն կա, որ վարկի տակ չլինի։ Մենք աշխատող, ստեղծող, քարի վրա դրող ժողովուրդ ենք, ոչ թե գողություն արող ենք։ Գոհեք կառավարության աշխատանքից։ Ինչ, աղբոր պես թարգտուր էլի։ Մեղայ աստու հմի ասել էի, պետություն չունեք, հե, բա ուրա, Բոլորը ներքին կարգոտվեցին թուրքերին, դոկումենտն ստորագրած է, այսօր տան մի տարի հետո կտան, 2 տարի, 5 տարի հետո բոլորը կտան։ Եվ Հայաստան գոյություն չի ունեն, աղջիկ ջան։ Որտեղ ասում է կոնստիտուցիա փոխի։ Ինչի համար, որ Հայաստանը դառնա մի հատ գուբերնի, մի հատ օբլաստ, վերջում է ջնջեն գցեն են։ Մեր տները ում ենք տալու։ Թուրքերին ում է։ Դե հիմա այն գլխից էլ ծեսկված եկել ես, այսօր բացատրում ես, որ ստորագրածա, ստորագրվողն, տվողն էլ, վեկալողն էլ։ Այս կյանքում, որ ես սս մտածեմ, դու սս մտածես, դե քելեք մեր կնանոց ուղարկենք Բաքու, թողել ենք ստե ինչ անենք։ Կարելի է քետները կդրել այդ անասուններին։ Հիմա Սերժ, ես իմ չգիտեմ ով, ինձ ոչ մեկն էլ հետաքրքիր չեն։ Ինձ հետաքրքիր է իմ ապրած ձևը, իմ հարազատին հարգեմ, դա նշանակում է, որ մեր ազգը կարող ենք պայենք, ոչ թե каждый հայտնի փախավենի փախավ, բա ով պետք է կայնի տերը։ Դուրդ փակ պայի հարևանտեր գողմի համարի։ Հետի իմ տեղեն ուր է հալ ես։ Տեղ չունենք փախնել։ Ինչի է թեմ։ Տեղ չունենք փախնելու։ ասեն ես ունեմ։ Ոչ մեկ էլ չունի։ Ֆրանսիայից եմ։ Ուզես Լոնդոնը եր, լուբոյ տեղել, 15-րդ սորտի մարդ ես։ Շան տեղ տերող չկա։ 15-րդ սորտի մարդ։ Ինքն էլ ռուսացի։ Լավ բանի համար չեմ գնացել։ Ես էլ իմ երկրի որ թողե գնացել եմ, լավ բան համար չեմ գնացել։ Որ լավ էր ես իմ երկրում կապրեի։ Ուշ եմ գալի, շատ ուշ եմ գալի։ Ինչքան ժամանակ։ Աղուբներին, ծնունդներին։ Ես 1-2 տարի չեմ եկել։ Տենում ենք լավ է, շարժ կա, բայց թե ես մեր երկիրը ումը կմնա, էսի է։ Բիսոց խոսա, ոչ մի շարժը չկա։ Չկա։ Արա ճիշտ է խոսած եկել աղբոր պես արագ։ Լսի, հիմա էս մի քանի տարի առաջ ու հիմա տարբերություն կա թե չկա։ Ես ղեկավարների մոմենտը չեմ ասում։ Մի քիչ տարբերություն է Հայաստան։ Հա։ Բայց էսի, բա, սա ժողովրդին խափում են էսի։ Ժողովրդին գցել են տուպիկի մեջ, մեշոկի մեջ։ Չէ, շուշ չեն տալի, որ նորմալ ժողովրդը շուշ չեն։ Բանը տենում են, քամբախ բանը տենում են, ես սկսում են արդեն ուրիշ ձևի խոսալ, արա ճիշտ խոսասեք։ Ճշտից հավետ անեմ, ճշտից լավ բան չկա։ Այն չէ, էй լիլի, լոլո, մոլո, չէ, չկա այդ ձևի բան։ Ինչ որ կա, էդ էլ թող ամբողջ ժողովուրդը հելնեն կայնեն ասեն, բայց չեն ասի։ Չեն ասի։ Ախր էլ խի ճիշտ է մնաց է, ճիշտ գոյություն ունի, լավ էլի աղբոր պես էլի Ազերջան չի կարելի։ Ոչ մի խնդիր չկա, խաղաղություն։ Պաժալուստը։ Մի հոգի կենթանի վկա քեզ։ Վախենում են չեն խոսում, որ մտուկություն են անում։ Այ մի ինձի խոսալ դու աղբոր պես։ Ապրի շանտաղալի խապողը ճիշտ խոսալը լրփի լագոտություն չի։ Այ քեզի բան։ Չասես արա։ Դրամայի լեսօրին ենք ասել։ Հայ ազգը դրամայի լեսօրին է ասել։ Այս օրինը ասել։ Չենա եկեղեցի ունենք, կականի ես մեր եկեղեցին փագի, կպռնեմ կտապորեմ։ Չաբաժաղ ունեմ, կբերեմ կտապորեմ։ Ուզմա այն կարմիր բերետավոր կա, ով ուզումա գա։ Գան ես եկեղեցի փագե, քանդե, չթողեն ես մտնեմ եկեղեցի, հա։ Այդ մի խոսալ դուր էլի աղբոր պես։ Իա։ Դու կնքվաշես, նույն այդ միլիցիան կնքվաշի, իր երեխան կնքվաշի, հա, մենակ փող առնելով, հա։
Ռոժիկ է ստանում, ոչխար գնա սարերում անասուն պահի։ Գնա հող մշակի, մեր գյուղացիների նման գնա հող մշակի։ Էշի եզան գեղից խես էլ է գնաց է հասե միլիսա։ Դու ով ես, նայում ես ki քայլված կել չունի դիշովկեն։ Ասեն թե չասեն, չկա սահման բացել չկա, ինչ սահման։ Ում հետ է բարեկամություն անեմ։ Ու դու աղջի ջան լավ էլի, դու ասողը գլուխը պատին է տալի, ինչ սահման բացեմ։ Մենք պետք է ռուսի հետ լինենք։ Դու այդան ղուրբանը լինի ռուսին։ Եղավ թե չէ։ Որ միջև հիմա այդ մարդը այնքան ուղեղով մարդ է։ Այն ռուսի թակավորը։ Այնքան ուղեղով մարդ է, հələ մեր նման մարդկան զեր չի տալի։ Ինքը խելքով մարդ է։ Հիմա 90 օր ժամկետ են տվել, որ Ռուսաստանում ավել չլինի, բայց դա օրենքի ձև չի։ Մարդիկ վարորդ են, մեկը մի ուրիշ գործով առևտուր այդում գալիս են, ոնց տեղավորվեն 90 օրվա մեջ։ Չեն կարա տեղավորվել։ Ուրիշ բան, եթե դե մնում ես այդ մեզ աշխատելու, պաժարստը։ Գրանցում ես ունենում, աշխատում ես, բայց սենց այդ հալ գալացողներին ձեռ չի տալիս։ Այն դե քաղաքացի։ Բայց ունեք ընկերներ, որ այդ խնդրին բախվել են, բարեկամներ, ծանոթներ։ Դա ոչ չունենք, մարդիկ առևտուրա մարդիկ մեծ ավտոներ են քշում, փոքր ավտո են քշում։ Առևտուրի մեջ են, ոնց կարա խնդիր չունենան։ Մենք ուզում ենք, որ մեր հայրենիքը լավ լինի, մեր ժողովուրդը լավ ապրի, կապ չունի, որ մենք Ռուսաստան ենք։ Մեր հայրենիքից լավ տեղ չկա, բայց որ օրենքներն է, սխստություններն է, այդ ամեն ինչը որ տնում ենք արդեն շատ բաներից հիասթափվում ենք։ Որ ստե չես կարում ազատ ասում են ազատ է, բայց ի՞նչն ազատ։ Ազատ ալելու բան չեմ ես տենում։ Նալոգները թանկ են, վարձերը թանկ են, ամեն ինչը թանկ է, ի՞նչ է։ Պետք է աշխատես մենակ հասցնես այդ ամեն ինչը, որ կարենաս այդ հարցերը լուծես։ Ժողովուրդը հանգիստ չունի, առավոտը լույսը բացում, աշխատում են, մինչև իրիկում գալիս են օգնած, ջարդված, ոչ հարազատ, ոչ ես, ոչ են։ Այն ես ինչ կյանք չի։ Ստե ես գալիս եմ մի քանորով գալի եմ։ Ես Ռուսաստանից ինչքան փող բերեմ ստե, որ կարողանամ մի քիչ գոնե մանգամ, ինչ ուզենամ անում։ Ռուսաստանի փողը բերեմ ստե, լցեմ եմ ջուրը, թողում եմ։ Ես ինչքան կամազով փող բերեմ, որ ստե կարողանամ մանգամ իմ հայրենիքում, իմ ուզած անեմ, թողում եմ։ Կեսել չի սկի, կեսից էլա ցածր։ Էսի որ դերա գրված, էս որ օրենքով, որ ինչով, որ դու չկարենաս գաս քո երկիրը քո ուզածի ձևով, էթաս, քո ընտանիքի, քո արածատի, քո ընկերներդ ֆրաս, հանգիստ նորից թողես էթաս էլ աշխատելու։ Այնտեղ մենես չի որ մենք այնտեղ պարկած վերևից դոլարը թափումա չէ։ Այնտեղ էլ ենք աշխատում, չաճրվում։ Բայց այնտեղ հանգիստ կա։ Վիխատնոյ ունես, հանգիստ կա, վայելում ես այդ կյանքը։ Ստեղ ինչ։ Քաղաքի ժողովուրդը առած ոնց էր ապրում։ Երևանի ժողովուրդը ընտիր ապրում էր։ Մարդիկ զավոդն աշխատում էր, իր գործի տեղը կար, բանակար աշխատում էր։ Հիմա ինչ առևտրով։ Մարդիկ դարձել են բոշա, կարելի ասել։ Եթե դա կոպիտ է էլի հնչում, այդան քշերը առևտուր անեն, վերեն մի բան ծախեն, որ կարենան իրանց ընտանիքը պահեն, իրանց գոյությունը պահպանեն։ Հələ մի օր մի աշխատել, այդտեղ կարաս ապրես։ Սա վարգերի տակ են, սա տոկոսների տակ են, էսի Ռուսաստանն էլ է այդ նույն պատմությունը կատարվում, այնտեղ էլ ժողովուրդ սա տոկոսի տակ է, չես կարում, այն առաջվա կյանքը չկա, որ հանգիստ գամար գաս, կարենաս մի քան օր վայելես, մի օր չաշխատիր, всё, մինուս ես։ Խերը մերի ռեգինի խորտ արվանը։ Չի լում այդ ամեն ինչը։ Ռուս-ուկրաինական պատերազմը ոնց անդրադարձել նաև ձեր աշխատանքի վրա։ Արդեն Ռուսաստանը համար էլ շատ դժվար է։ Թանկություններ, ամեն ինչը արդեն փոխվել է, բա ոնց դժվար է արդեն, այն վաղվա համեմատ կռիվ է այդում, բա ինչ է։ Երկիրը կռվի մեջ է։ Դժվար է, թանկություններ, գործերի մոմենտով էլ պակասություն, կրճատումներ, ամեն ինչ կա։ Բայց ապրում ես, ընդ եթե քաղաքացի ես, էլ ձեռատալ ընդ ապրելու։ Շատ տարբերություն կա Ռուսաստանի նման երկիրը, կարաս համեմատես Հայաստանի հետ կամ մի ուրիշ երկրի։ Մեծ երկիր է, ընդ ամեն հնարավորություններ կա։ Էլ ինչքան էլ վատել, ինչքան է բանելի, էլ նա իր երկիրը կպահի։